Ձախորդ Փանոսի հեքիաթը Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է, ձախ է գնում։ Նրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացի։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե մի բան, որ ծառը կտրելուց ետը, մին էլ նեղություն պետք է քաշեմ, ահագին գերանը գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջը, ավելի լավ է, հենց սելը լծած բերեմ, ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։ Ասածն արած է։ Եզներով սելը բերում է, մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում, թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում, թե քիչ, էդ էլ ինքը կիմանա։ Ծառը ճռռալով գալիս է, զարկում, տակով նանում, սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ինչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփ է ընկնում դեպի տուն։ Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում, ասում է գլուխը քարը, չեղավ, արի գոնե մի բաց սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մին սպանի։ Բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թրջում գնում, կացին էլ ընկնում է լճի խորը տեղը, տակնանում կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս, ինչ անի, ինչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջ է, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն ենքան խորանում է։ Տեսնում է, կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։ Դու մի ասիլ, Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, այդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է, էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, այս շորը հավաքում է, առնում գնում։ Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում, շոր չկա, մնում է տկլոր կանգնած։ Միտք է անում, ինչ անեմ Տեր Աստված, էսպես տկլոր ուր գնամ։ Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է, էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանացիք ինչ կասեն, արի գնամ, աղբորից է շոր առնեմ, հագնեմ, էնպես գնամ կնկանս մոտ։ Ճամփեն ծռում է դեպի աղբոր տունը։ Դու մի ասիլ, այդ գիշերն էլ աղբոր մոտ մեծարկ կա, քեֆի էլեն տակ ժամանակն է։ Դուռը ծերպ է անում տեսնի ով կա, ով չկա։ Հյուրերից մինը կարծում է, թե շուն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։ Փանոսը ցավից վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո, մտնում է հրես մի տկլոր օքմին ու չորս կողմից վրա են տալի։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են, մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելով վճռում են, որ կա թե չկա, սա սատանա է։ Բավական տեղ, ղեչերղու տալով, հայոյելով, հարայ հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։ Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով, խեղճ Փանոսը գնում է կորչում։ Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ, Փանոսը կորել է, գնացել է անտառը փետի ու ետ չի եկել։ Գեղահավան
հավաքվում են գնում։ Գնում են անտառը մանգալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։ Դես փանոս, դեմ փանոս, հարց ու փորձով հագուստն գտնում են մեկի մոտ։ Այ մարդ, էս հագուստը որտեղից է ընկել քեզ մոտ։ Թե ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։ Գնում են լճի 4 կողմը պտտում, կանչում. Փանոս, փանոս։ Փանոսը չկա։ Վճռում են, որ փանոսը խեղդվել է։ Գալիս են, ժամ ու պատարակ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուք է անում, փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում, գնում։